քեզ սիրում եմ։ Օ, ինչ ռոմանտիկ է։ Հոգիս փշաքաղվեց։ Գիտեք, այսպիսի գեղեցիկ միտք ես մեկ էլ գրքերում էի կարդացել։ Այո։ Բայց ես վստահ եմ, որ սա ինձ չէր ուղղված։ Բնականաբար։ Սա ուներ իր հասցեատերը։ Բայց ինչպես ասում են, եղանակային բարդ պայմանների պատճառով նա վայրեջ կկատարեց ինձ մոտ, այլ ոչ թե հասցեատիրոջ։ Այո, այո։ Իրոք շատ ռոմանտիկ է։ Տենասում է հասցեագրված, ով ում համար է գրել։ Երանի չէր մենք էլ երկրաչափության ու հանրահաշվի փոխարեն սենց սիրո խոստովանություններ գրեինք։ Խոստովանություններ գրող ես չոփիկա։ Հաստատ ավելի հեշտ է, քան սա։ Հենա 5 ժամա գլուխ եմ կոտրում։ Թռիր եւ գնա քո իրական հասցեատիրոջ մոտ։ Նվորդ, ահա որ ամեն ինչ։ Ալո։ Ինչի համար ես այդպես բարկացած խոսում հորդ հետ։ Վայ պապ կներես, չտեսա էլ որ դու ես զանգում, ավտոմատ պատասխանեցի։ Տան աշխատողի վրա եմ ջղայնացած։ Բարձա, լավ։ Երիկը տաննա իրար ես խառնվել, չէ։ Էլի ես մեղավոր դուրս եկա։ Ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց քեզ գիտեմ, երևի պահանջներդ այդ խեղճ աշխատողից հասցրել ես ես իմ ուր։ Դե հա, կա նման բան, բայց քեզնից էլ եմ նեղացած, պապա։ Ինչի։ Որովհետև Երիկին ուղարկել եմ քո մոտ։ Չէ, որովհետև առանց ինձ զգուշացնելու ես Երիկին ուղարկել իմ մոտ։ Լիդիա ջան, Երիկը խնդրեց, որ գաղտի պահեմ իր գալը, որ մեծ անակնկալ լինի քո համար։ Ամել ասեց, ինչ-որ գործեր ունի, պետքա որ ոչ ոք չիմանա, որ ինքը էստեղ է։ Պապ ջան, Երիկը ինչ գործեր կարա ունենա։ Չգիտեմ, աղջիկ ջան, բայց վերջին շրջանում մեր հարաբերությունները տղայի հետ բավական լարված են, իսկ Կարոյի հետ եղած դեպքից հետո ընդհանրապես հետը խոսալ չի լինում։ Դե պատկերացնում եմ, երեխաս շատ կապված է հոր հետ։ Հիմա էլ այդ աղջիկը։ Գիտես չէ, մի անգամից այդ աղջկա մոտ է գնացել։ Դու աշխատի քո այդ խանդը մի քիչ զսպես։ Մի մոռացի, որ Երիկը քեզանից նեղացած է գնացել Հայաստանից։ Հա, հասկացա, պապ ջան, բայց մեն որ առաջինը գնացել է հիվանդանոց հոր մոտ հասկացանք, բայց հետո փոխանակ գամորը տեսնի գնացել է այդ աղջկա մոտ։ Այդ աղջիկը իրա քույրն է, Լիդիա։ Իսկ ես մայրն եմ, պապ։ Դե ինչ ասեմ, եթե սեն շարունակես, տղեդ քեզանից նորից կնեղանա ու մտածի դու այդ մասին։ Լավ, պապ ջան, ոնց ասես, տենց էլ կանեմ։ Ապրես բալիկ ջան։ Դու են ասա, Ռիմային տեսել ես, այսօր առավոտից զանգում եմ, չի պատասխանում։ Չէ, պապ ջան, ես ոչ մեկին չեմ տեսել, չեմ հիշում։ Չեմ հասկանում, ինչի մեր պլանավորածները չես անում։ Խելքը չի ասնում, թե էլի տարվել ես տիկով ու մոռացել ես, որ պիտի գլխին սարքենք։ Բայց ինչի ես տենց ասում, Էդո։ Ինչ պլանավորել ենք, ես ամեն ինչ արել եմ։ Ուղղակի այս մեկը դեռ չի ստացվում, որովհետև մեկ երեխեքով դասից փախնում ենք, մենք մի շոյինգ դասի չեն գալիս։ Դե հենց էդ է, պիտի պահը բռնես ու գործը գլուխ բերես։ Բայց ամենակարևորը շատ զգույշ կլինես։ Ես միշտ էլ շատ զգույշ եմ, հանգիստ եղի Էդո ջան։ Առավել եւս։ Հիմա պիտի շատ զգույշ լինես, որովհետև Երիկը եկել է ու ամեն մի հատ հիմար քայլ կար այս մեր բոլոր արածը գցի ջուրը։ Ինչ։ Երիկը ստեղ է։ Այդ երբ է եկել։ Չգիտեմ երբ է եկել։ Դու հիմա լուրջ ես խոսում, Էդո, թե օքուս հետ խաղում ես։ Ռեբեկա, ես երբ եմ անլուրջ բան ասել։ Դրա համար ուզեցի գամ քեզ տեսնեմ ու ասեմ, որ ավելի զգույշ լինես։ Պարզա։ Փաստորեն էդ է պատճառը եղել, որ դրանք այսօր դասի չեն եկել։ Ես էլ մտածում էի դասից փախնելու պատճառով չէին եկել, որ դասատուների քարոզներից խուսափեին։ Իրար հետ էին։ Երիկես փաբ էին եկել, տեսել եմ։ Լավ։ Ամեն դեպքում լավ արեցիր, որ զգուշացրեցիր։ Զգուշությունը մեզ չի խանգարի։ Ու չնայած ես հույս ունեմ, որ չի գա դասի ու դասարանում կատարվող իրադարձություններին էլ չի խառնվի։ Չես կարող ասես, Ռեբեկա,
Դու շարունակի բոլորի հետ նորմալ շփվել, հանկարծ անկապ թեմաներ չսարքես։ Ու եթե տեսնում ես կռվում եմ, բարի շացրու, չգիտեմ, հրեշտակի դիմակով պտտվիր դասարանում։ Հետո կասեմ ինչ անես։ Եղավ, Լավ դե գործերի տեղի, նորություն լինի կխոսանք։ անպայման։ Ու հիշի, ես քեզ օգնում եմ, որովհետև այդ դասանում ոչ մեկ քեզ չի սիրում։ Նամանավանդ քո ընկերուհի Մագան։ Հիշի, Մագան Արյանային ոնց է դավաճանել։ Մի օր այտենց քեզ է քո մեջքի հետևից խփելու։ Այսքան ժամանակ եղել է ինչ որ հարցի շուրջ կողքդ կանգնի։ Այսքանը քեզ հերիք է, որ հասկանաս ինչ պիտի անես։ Լավ։ Փաստորեն Էրիկը եկել է։ Ես զգում եմ, որ Էրոն մեզ խանգարելու է։ Պապ, ով է քեզ այս օրին հասցրել, ով, ինչի համար դու հիմա պիտի ստե բարգած լինես, ոչ թե իմ ու քրոջս հետ մեր օրերը անցկացնելուց, հա, պապ ջան, խոստանում եմ ես քեզ գտնելու եմ դրան, ով որ ուզեցել է Մարին վնասի կամ նենց արել, որ դու ստե հայտնվես, խոստանում եմ, ինչ պետք է կանեմ, պապ ջան, նաև խոստանում եմ, որ ամեն ինչ հանելու եմ, պապ, որ ես ու Մարին իրար հետ ենք լինելու, գալու ենք միշտ քո մոտ, միշտ իրար հետ ենք լինելու, պապ ջան, մենակ դու ոտքի կանգնի, կողքներս եղի, պապ ջան, կողքներս եղի, պապ ջան, մենք միշտ քո կողքը կլինենք։ Միշտ մի քիչ հանգիստ եղի, էլի։ Իրականում շատ ճիշտ է Շուշ ջան, բայց որ մի բան հիշում եմ, որ հիմա Էրիկն ու Մարին այնտեղ մենակ են, անկախնիցից լարվում եմ։ Դու էլ պիտի իրենց հետ գնայիր։ Չէ, հաստատ ավելի ճիշտ կլինի իրենք քուլ ու աղբերով իրենց որ մոտ լինեն։ Դե ես մտածում եմ, որ հիմա Մարին այն մարդու մոտ է, ով իր կյանքն է փրկել, ոչ թե հորը։ Դե հա, այդ ճիշտ ես ասում, բայց ես վստահ եմ, որ Մարին ձեզ կարողից ինչ-որ ջերմություն զգում է, ուղղակի չի խոստովանում այդ։ Դե հա։ Գիտես չէ, հավատս չի գալիս, որ Էրիկը ստեղ է։ Իրոք ստացվեց չէ, ակնկալը։ Սրանից մեծ երջանկություն չէր կարող լինել իմ կյանքում։ Չնայած չէ, մեկն էլ կար։ Պապայիդ բաղով ես մտածում Շուշ։ Ամեն օր եմ մտածում, ամեն պահ, մեկ-մեկ ինձ թվում է, թե գժվում եմ, այնքան եմ մտածում։ Ախր Շուշ ջան, դու էլ ես հետաքրքիր մարդ։ Ինչի մի անգամ մեր հետ չես կիսվել քո ապրումներով։ Ախր դու գիտես մենք քեզ ինչքան ենք սիրում, ընդունում։ Ինչ ես մենակ մնում այդ ապրումների հետ։ Գիտեմ միշ, բայց դուք քիչ խնդիրներ ունեք, որ իմ խնդիրներն էլ ձեր վզին փաթաթեմ։ Ախր Այ Շուշ ջան, մենք իրար ունենց հարազատ մտերի մարդիկ ենք, որս արտահայտությունները լրիվ անիմաստ են։ Չէ, միշտ դու քիչ խնդիրներ ունես, գնում ես աշխատանքի, տունը, մամայիդ բուժումը, պապատ, Նարեն։ Դե հիմա տես ինչ ենք պայմանավորվում Շուշ։ Սրանից հետո, երբ որ կզգաս, որ կիսվելու կամ ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ունես, թեթևանալու կարիք ունես, այդ բոլոր թվարկածներդ կմոռանաս ու կզանգես ինձ, եթե կարիք լինի, կտեսնվենք, կզրուցենք, հասկացար։ Լավ։ Օրա, գործի տեղը չեմ զանգել, Շուշ ջան, մեկ կներես մի հատ գործի տեղ զանգեմ, ասեմ էլի, որ այսօր փոխարինով ես գնում։ Հա, դու հանգիստ խոսամ։ Ալո, Վիկ ջան, բարև։ Էրիկ։ Կներես մտքերով է։
Դու էլ ես մտածում, որ պապատ այս վիճակում է իմ պատճառով։ Ես էլ եմ ասել այդ մասին քեզ։ Ինձ թվում է, որ մենակ դու ես տենց մտածում ու քեզ մեղադրում։ Ես էլ եմ եկել այստեղ։ Ես իսկապես պապայից շատ շնորհակալ եմ այն ամեն ինչի համար, ինչ որ արեց։ Պապան։ Ինքը մեր երկուսի պապան է, իմ ու քո։ Ու քեզնից մի բան եմ խնդրում, որ իրան էլ օտար մարդ չհամարես, որ ինչ որ մի հատ սովորական մարդ, ինչ որ Սաֆարյան քո կյանքն է բերել։ Ինքը մեր երկուսիս պապան է մար։ Ու այն հարցերի պատասխանները, որ ես ու դու չունենք, ինքը պատրաստ է հանուն ինձ ու քեզ իր կյանքը տա։ Էրիկ, բայց Էլ բայց չկա։ Ես ու դու քույր ու եղբայր ենք։ Ու իմ համար դրանից կարևոր էլ ոչ մի բան չկա։ Դեսի երկար ես դավայից նեղացած մնալու։ Հա, միչև որ ամեն ինչ իմ ուզածով լինի։ Քո ուզածով ոնց։ Այսինքն ինչ ասես է տանի։ Չէ, քո ասածը գզիկն է։ Իսկ ինձ գզիկ տղաներ դուր չեն գալիս։ Դավոն էլ տենց չի ու չի էլ կարա լինի։ Բա։ Դե իմ ասած այն է, որ ինձ հարազատ մարդկանց հետ իրան նորմալ պայի ու անկապ բանից կռիվ չսարքի։ Հասկացա։ Լսի, բայց այսօր մի բան նկատեցի, որ հեչ դուրս չեկավ։ Ինչ։ Դե եմ, որ Դավիթը չառաջարկեց քեզ տուն ճանապարհի։ Ինչքան էլ կռված լինեք, եթե ինքը քո հանդեպ զգացմունքներ ունի, պետք է մի քիչ ուշադիր լինի քո նկատմամբ։ Գիտեր, որ մերժելու եմ, դրա համար էլ չառաջարկեց։ Դե երևի, չգիտեմ։ Լսի, Ռիբոկ, այսօր ուր էիր կորել, դասամիջոցին ման էի գալիս, չէի գտնում քեզ։ Բուֆետում էի։ Հա, բայց ես եկել էի բուֆետ, դու այնտեղ չէիր։ Դե կարող է, երբ որ դու եկել ես, ես այդ ժամանակ արդեն դուրս եկած եմ եղել։ Դրա համար էլ իրար չենք հանդիպել։ Կարող է, բայց որ տենց լիներ, դու ինձանից շուտ կհասնեիր դասարան։ Հա, ինչ ես տենց նայում վրես։ Դե ես իմ ուզում եմ ասեմ, որ դու ինձանից հետո եկար դասարան։ Հետո ինչ։ Կարող է այդ ընթացքում ուրիշ ինչ-որ տեղ եմ մտել, բայց հիմա չեմ հիշում։ Համել ես ինչ հարցաքննությունա, չեմ հասկանում, մագա։ Հա լավ, Ռիբոկ, ինչ ասեցի, որ մտածում ես քեզ հարցաքննում եմ։ Դե որովհետև այդ ինչ հարցեր է, ուր էիր, բա որ բուֆետում էիր ինչի քեզ չտեսա, բա ինչի ինձանից հետո դասարան մտար, լրիվ Դավոյի ընկերուհին ես դարձել, գիտես, բողոքվում ես, որ Դավիթը քո հանդեպ խիստ է ու պահանջներ ունի, բայց դու քեզ իրանից վատ ես պահում։ Այսինքն, Դե հետո շփվել ես, նմանվել ես էլի։ Ռեբեկա, ի՞նչ է կատարվում քո հետ։ Էդ ինչ ասեցի, որ տենց ագրեսիվացար։ Հեչ էլ ագրեսիվ չեմ, մագա։ Ուղղակի հարցերը դու կասկածամիտ հայացքդ վրես ազդեցին։ Նենց էիր նայում վրես, ոնց որ խաբում եմ քեզ։ Լավ էլի, Ռեբեկա, հերիք հանկապ տեղը կռիվ սարքես, վերջացրու։ Ես բան չեմ սկսել, որ վերջացնեմ։ Ուրեմն շատ ավելի լավ։ Ահա, շատ ավելի լավ։ Ջորջ, Միշան քեզ չի զանգել։ Չէ, ինչի պիտի զանգեր։ Դե չգիտեմ, ոչ Շուշին է եկել, ոչ Մարին, ոչ էլ Միշան։ Մտածում եմ ինչ-որ բան եղած չլինի։ Դու իրան զանգել ես։ Չէ։ Ասպասի Միշուն զանգեն։ Հա, Ջորջ։ Միշո ջան, բարև։ Լսի, դպրոցում չեք, կարող է ինչ-որ բան ա եղել, մի քիչ անհանգիստ ենք։ Անհանգստանալու բան չկա, աղբերս Էրիկն է վերադարձել Հայաստան, իր հետ ենք։ Լուրջ ես ասում, ես ինչ լավ բան ասեցիր։ Լսի, ես ու Հասմիկը գնում ենք մեր տուն, կարող է դուք էլ մեզ միանաք։
Չէ, ախպերս, այսօր երևանց մոտ ենք լինելու դու Հասոնը լքեք։ Չէ, Միշո ջան, կներես, չեն կարող գալ։ Տատիս խոսք եմ տվել, որ պետք է գնանք մեր տուն։ Դե նայեք, եթե ուզեք, երևանց տանն ենք լինելու։ Լավ ախպերս, մերսի։ Ինչ ա եղել։ Էրիկն ա վերադարձել։ Լուրջ։ Շատ լավ է։ Շուշին շատ էր տխրում առանց Էրիկ։ Հա, պատկերացնում եմ իրավիճակը։ Դու էլ չէ ինձ կարոտում իմ Ամերիկայի։ Շատ։ Իրականում կարոտը շատ վատ բան է։ Հա հետո։ Ինչ հետո։ Ինչ ես անում ստեղ։ Ասացի գամ տեսնեմ հանգիստ հասել ես տուն, ես էլ գնամ իմ գործերով։ Հա, տենց անհանգստանում էիր, թե եկել ես տնաս Սուրենը հետս, թե չէ։ Մագա ես որ ստեղ եմ, էլ ինչ Սուրեն, ինչ բան։ Բա որ այդ կարծիքն ունես այն օրվա սարքածդ կռիվը ինչի համար էր։ Ասեմ, որ տարատեսակ Սուրենիկները իրանց ականջին օղան են, որ դավոյ ինգերու հետ խոսելուց առաջ մտ լավ իրանց բառերը ընտրեն, մտածեն ինչ են խոսում ու նոր խոսան։ Անուղելի ես դու։ Տենց է, չեմ փոխվելու, մագա, պետք է հարմարվես։ Աննորմալ։ Ուր։ Տուն, ուր։ Ոչ մի տուն, մինչև կախարդական բառը չլսեմ, ոչ միտեղ չես գնալու։ Ես չգիտեմ այդ ինչ կախարդական բառը։ Այն կողմանցի թող անցնեմ։ Շատ լավ էլ գիտես, 3 բառից բաղկացած է, մինչև չասես չես գնալու։ Դավո, ես լուրջ չգիտեմ դու ինչ ես ուզում ինձանից լսես։ Գիտես, շատ լավ էլ գիտես։ Այսօր որ ինքնաթիռը վայրեջ կատարես քո սեղանին, վրան շատ սիրուն գրված էր այդ նախադասությունը։ Ահա, ես էլ կասեմ դու էլ կուրախանաս։ Ես էլ կթողնեմ կգնաս տուն, բա ոնց։ Հա ու ինչքան ենք ստե կանգնած մնալու։ Քո հետ ինչքան ուզես, սիրուն ջան։ Անտանելի ես դու։ Այստեղ հիմա միակ անտանելի բանը շոկն է, իսկ ես քո շատ սիրելի Դավոն եմ։ Հենց որ ասա այդ ամեն ինչը, թե չէ չեմ թողնի գնաս տուն։ Չեմ ասելու։ Դա ուրեմն որ չես ուզում ասես, չես էլ ուզում գնաս տուն, ուզում ես մնաս իմ ներկայությունը վայելես ու հիանաս ինձանով։ Դավո։ Հա ջան։ Ես քեզ սիրում եմ։ Դուքին շտաբ գլխացավի դեղվեր, սոսկալի գլխացավ ունեմ, չմոռանաս ջուրել հետը բերել, Արևշատյանին էլ ասա թող ինձ մոտ գա, եկել է, թող ներս մտնի, Կանչել եք տիկին Լանջունին։ Այո Արևշատյան, շատ կարևոր հարցի մասին եմ ուզում ձեզ հետ խոսել։ Եթե դասարանում տեղի ունեցածի մասին է գնում խոսքը, ես արդեն խոսել եմ աշակերտների հետ։ Սպասիր, այդ օրվան մենք դեռ կանրադառնանք։ Ես ուզում եմ քեզ տեղեկացնել, որ վաղը նախարարությունից մարդիկ են գալու եւ երեխաներին գրավոր աշխատանք են տալու։ Վաղ։ Այդպես հանկարծ։ Դե դա նրանց որոշումն է։ Ինձ տեղյակ եմ պահել, ես էլ տեղեկացնում եմ քեզ։ Շատ լավ։ Իսկ ինչ աշխատանք է։ Թեստային առանձնապես ոչ մի դժվար բան չկա։ Երեխաները շատ հեշտությամբ կարող են հաղթահարել։ Ես էլ եմ վստահում իմ աշակերտների ունակություններին ու համոզված եմ, որ շատ լավ իրենց կարդարացնեն։ Իսկ ինչ վերաբերվում է երեխաների դասերից փախնելուն, հանգամանքների բերումով հիմա չեմ կարող նրանց պատժել։ Մենք դրան հետո կանրադառնանք։ Հասկանում եմ։ Գրավորից հետո մենք խոսենք այդ մասին։ Դե լավ, տիկին Լանջունի, գրավորից հետո ինչ կարիք կա խոսելու տեղդ։ Դուխին է։ Հա, դե, ինչ, ճիշտ եմ ասում, ինչ կարիք կա որ։ Լավ, Անուշ, արի մենք գնանք, քանի նոր բաներ չի հիշել, հա։ Կներեք տիկին Լանջունի, ես գնամ։ Դե արի Լանջունի, ում մի նվախել։ Պետք է նվախել։
Դու ինչ մի հիշեցիր է։ Հա, հասո։ Ռոբեկա, Հա, ասա, լսում եմ։ Ռիբոկլուսի Արևշացյանն էր զանգել, ասաց վաղը կարևոր գրավոր պիտի գրենք, հանկարծ բացականներ չլինեն։ Ինչ գրավորա, որ։ Չգիտեմ նախարարության կողմից ինչ-որ գրավոր է, թեստերն էլ լանջունու մոտ է, բայց ասաց այդքան էլ բարդ չի լինելու, անհանգստանալու բան չկա։ Ուղղակի պետք է մի քիչ պատրաստված ներկայանանք։ Լավ, հասկացա։ Դե դու մագային կասես, չէ՞։ Հա, հանգիստ տեղի կասեմ, հասու։ Էդո, լուրջ բան կա խոսալու, արի հանդիպենք։ Ուր ես։ Հա, ես էլ շատ հեռու չեմ։ Լավ։ Ֆարադե, ի՞նչ ա եղել։ Աչքս փուշա մտել չեմ կարողանում հանել։ Հա, բայց կամած դրորի աչքդ չհանես։ Չէ, այնպես է ցավում, ասես ոչ թե վարդի փուշ մտած լինի, այլ մի ամբողջ թուփ։ Վարդի փուշն էս տպավորությունն ոնց որ մոշի պլանտացիաներ լինի աչքիդ մեջ, դու թող նայես։ Չէ, ես ինքս հերու գնա ինձից, հերու չմոտենաս։ Չէ, չի լինի, տենց դու ինձ օգնել ես, չէ՞, հիմա էլ ես քեզ պիտի օգնեմ։ Կարիք չկա պատասխան տալու, ես ինքս կլուծեմ իմ հարցերը։ Հերու գնա։ Թող նայես։ Ոչ, ես հիմա կգոռամ, բիբս, վաղ բիբս օգնեցեք, պետք է։ Մի արա հերու օգնեցեք։ Այ մամա ջան։ Ես դու ոնց որ չես կարողանում, հա, ինձանից փոկվել։ Ինչի։ Որովհետև այսօր երկրորդ անգամ ենք հանդիպում։ Եթե չզգայի, որ կարևոր բան կա, հաստատ չէի անհանգստացնի քեզ Էդո։ Լավ, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Վաղը նախարարության կողմից գրավոր են գրելու ու մտածեցի, որ կարող է այդ ինֆորմացիան քեզ պիտանի լինի։ Իսկ ինչ գրավոր ա, որ։ Հայոց լեզվի թեստ պիտի գրենք, թեստերն էլ լանջունու մոտ են։ Լանջունու մոտ։ Բայց լավ բան ասեցիր, որ պետք լինի, այսօր կարող ես հետ գնալ դպրոց։ Հա, կարամ, բայց ինչի գնամ, դեռ նոր եմ տուն գնում։ Ինձ պետք է, որ հետ գնաս դպրոց ու առաջի հարկի պատուհաններից մեկը բաց թողնես, որ կարողանամ գիշերը մտնել դպրոց։ Հա, ինչ ես մտածում, չես կարա։ Կարամ, ինչի չեմ կարա, բայց մենակ ուզում եմ իմանամ ինչի տա պետք, որ մտնես դպրոց։ Նայ, եթե թեստերը լանջունու մոտ են, պատասխաններն էլ այնտեղ լինելու։ Ինձ պետք է գտնեմ դրանք։ Գտնես, որ ինչ անես։ Այդ արդեն դու պիտի անես։ Հա, ինչ ես կարծում, գլուխ կհանես։ Հա։ Դե, քեզ տենամ։ Լավ, ուրեմն հենց հիմա հետ կգնամ դպրոց։ Գնա, բայց շատ ուշադիր կլինես, որ ոչ մեկ ոչ մի բան չնկատի։ Ու հա, այդ պատուհանը, որ բաց թողնես, արանքը մի բան կդնես, որ քամուց, սկվազնյակից չբացվի, գան տեսնեն բացա ու փակեն։ Հա, հանգիստ տեղի։ Դե դավայ, հենց անես վերջացնես կզանգես ինձ։ Լավ։ Ես այս հարվածը քեզ չեմ ներելու, սա իսկական մահափորձ էր։ Վայ, Էլեն ջան, ես ախր ինչ իմանայի, որ դու ուզում ես Ֆարադեին օգնես։ Ինձ թվաց խեղդում ես։ Ճիշտ ասած, ինձ էլ էդպես թվաց։ Այո, բայց իրականում իմ աչքի մեջ ինչ որ բան էր մտել։ Էլեն ուզում էր ինձ օգնել, որ անեի։ Բայց չէ ձեր գլուխդ գցե։ Հա? Նենց էիր գոռում ոնց որ քեզ սպանում են, գերի ես ընկել։
Դե, որովհետև մտածում էի, որ ինքը ինքան ուժեղ կփեչի, որ իմ աչքի բիբը դուրս կգա։ Ֆարադեյ, դու իրոք խենթ ես։ Ինչ խենթ, իսկական գիժա։ Քիչերն ու խեղճ աղջկան սպանեինք։ Դու աստվածակ ուղեղի ցնցում ստացած չլինի։ Շատ հնարավոր է, որովհետև գլուխս ահավոր ցավում է։ Ես կարծում եմ, որ պետք է անպայման սառը դրվի, որ հետագա բարդություններից մենք զերծ մնանք։ Ինձ ոչ մի բան քեզնից պետք չի, հա։ Ես միայն հասկացա, որ քո այդ գործ բռնելը աննորմալություն է ուղղակի, պետք է խուսափել։ Բայց ես չի ուզում, չէ՞։ Բայց ստացվեց, չէ՞։ Ես հենց հիմա գնամ ցավը զրկող բերեմ 5 րոպեից ցավը կթողի։ Ինձ ոչ մի բան պետք չի, հա ձեզնից։ Գնացեք այստեղից աչքերից ձեզ չտենայ, սա անշնորհակալին է տարեք ձեր հետ։ Ոչ։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Հնարավոր է, որ շատ վատ լինի, գլխապտույտ ունենա ու ընկնի։ Ես պետք է իր կողքին լինեմ ու օգնեմ։ Ես կմնամ այստեղ։ Ֆարադեյ գնա այստեղից հավեսը չունեմ։ Ինձ թողեք իմ գլխացավով, հա։ Ֆարադեյ, դու ես ինչ մեղքի տակ ինձ գցեցիր։ Բայց այստեղ են ասել, լավություն անողի գլուխը ծակա։ Ես ձեր հավեսը չունեմ, հա։ Գնում եմ։ Պետք գնամ ցենտրը։ Գնացեք, հա, դու եք գնացեք։ Տաճան, մենք տանն ենք։ Բայ երեխեք ջան, Հասմիկ ջան, բարով եկեք, առաջ եկեք։ Բարև բոլես։ Ես էլ մամայիդ հետ եմ խոսում։ Բարև եք իմ կողմից։ Ջորջան, վերցրու համ մամայի հետ խոսես, համ էլ Հասմիկին կծանոթացնես հետը։ Տաճան, դու գիտես, ես դեմ եմ մամայի ու պապայի հետ խոսալ, չեմ ուզում։ Հաս ես գնում նվացում եմ, հա։ Լավ, բալես, ես հետո քեզ կզանգեմ։ Հասմիկ ջան, կներես, որ այսպես ստացվեց։ Ուղղակի Ջորջը շատ լարված է ծնողների հետ։ Հա, տեղյակ եմ։ Հասմիկ ջան, որ խնդրեմ կխոսես Ջորջի հետ։ Ես իր հետ շատ եմ փորձել խոսել այս թեմայով, ուղղակի ինքը ինձ էլ չի լսում։ Մենակ մի բան է ասում, ուզում եմ, որ ծնողները կան։ Ես այնտեղ ամեն ինչ թողեցի, անգամ ամուսնուս Շիրիմը, ու թորներս հետ եկա այս հողի վրա ապրելու, ու Ջորջի համար դա մեկ է, ուզում եմ, որ ծնողները կան։ Ջորջը ապրում է Հայով ու Հայաստանով։ Իր նման հայրենասերներ քիչ կան մեր օրերում։ Ես քեզ հասկանում եմ, աղջիկս, բայց հո բոլորը չեն կարող Ջորջի օրենքով ապրելու գործել։ Դե հա, հասկանում եմ, ուղղակի ես հարցում ես դες չեմ կարող օգնեմ։ Ջորջը ինձ էլ չի լսում։ Չոմ է։ Մարջան մի հատ տորթից էլ փորձի։ Չէ, ջան, ապրե շատ չեմ ուզում։ Մար իրոք շատ համով է փորձի։ Շուշի, երեկը քիչ է հիմա էլ դու։ Մարս եթե չօգտվեցիր, ես էլ եմ միանալու իրանց։ Չէ, երեխեք, այս արդեն բռնություն է։ Բռնություն չի։ Ուղղակի ուզում եմ, որ դու այս տանը զգաս ինչպես ձեր տանը։ Այս տունը նաև քո տունն է։ Երիկ ջան, այս տունսկի քո տունը չի, որ մնաց Մարիինը լինի։ Եթե չես մոռացել, այս տունը մեր համար պապիկը տա առել։ Ինչեր ես խոսում, մամ։ Այս ինձ թվում է ճիշտ կլինի, որ ես գնամ։ Շատ ճիշտ կանես։ Ներկապահին գնալու ամենաճիշտ որոշումը կլինի։ Մարին ոչ մի տեղ էլ չի գնա։ Մարին կմնա այս տանը այնքան, ինչքան որ ինքը կցանկանա։ Մարին այս տանը սպասված հյուր է։ Ավել ճիշտ հյուր չի։ Այս տունը իրանն էլ է, ու լավ կլինի, որ այդ ամեն ինչը շուտ գիտակցես։ Ո՞նց ես խոսում մորդ հետ։ Եթե չես ուզում հետդ սենց խոսամ, մյուս անգամ Մարին այդ վերաբերմունքը ցույց չտաս։ Երիկ, ինչեր ես խոսում։ Ես իրան ասեցի այն, ինչ որ պիտի ասեի։
Հայրս իրականում այս ամեն ինչի շուրջ ես մամայիդ հետ խոսել եմ ժամանակին, բայց ոնց տեսնում ես, ոչինչ չի փոխվել։ Ես միշտ կողքդ եմ լինելու։ Դու իմ քուրիկն ես, ու ինչի իմն է, այդքան էլ քոնն է։ Ու պիտի մաման էլ այդքանը հասկանա։ Ուղղակի սխալ էր մեր այստեղ հավաքվել Էրիկ։ Սխալ չի։ Էլի եմ կրկնում, դու իմ քուրիկն ես։ Ու ինչը իմն է, նույնն է քոնն է։ Միշտ հետդ եմ, այդ լավ հիշի։ Մամ, ասեցի չէ ու վերջ, ես տեղից ոչ մտեղ դուրս չեմ գա, իսկ եթե դու վերջնական որոշել ես, որ պետքա գնաս, դու գնա։ Շուշի ջան, ես այնքան բան եմ կորցրել, իմ հողն եմ կորցրել, իմ ընտանիքը, իմ տոնը, ամեն ինչ, հիմա էլ ասում ես, որ քեզ կորցնին, չի կարա լինի։ Ես գնամ, Քյարլի Թորոս, դու ինչ-որ բան մտածի, որ ես քանից տեղ եմ երկու հատ գլազ գանք, էլի։ Աչքիս վրա ցավը տանը, դե գնա ցավը տանը, գնա։ Բայ լույս, երախեք ջան, բայ լույս։ Բարև։ Չո՞, այդ նոր կենթանի ես վերցել խնամքի տակ։ Հա, ձուկոյն ես նա։ Ձուկոյի։ Հա։ Ես չգիտեի, որ ձկները վաս կապում։ Չէ, ինքը չի կապում։ Ինքը պոչով խփում է ու էսի հաջողությամբ է լցվում։ Ախր ես նախշուն գրքին հասկանում եմ։ Ինքը ուզում է քեզ ամեն ինչով ապահովի, իսկ այստեղ աշխատելով չի կարողանում։ Դրա համար ուզում է գնա Վորոնեժ։ Ես եղածով եմ բավարարված, բայց ոչ մի Վորոնեժ չեմ ուզում գնամ։ Ֆարադեն իրականում շատ բարիներ, փա նկատ, խելացի, ռոմանտիկ մարդ է, ու դու դա նկատել ես։ Հետո այն, որ դու նկատելով նրա բոլոր արժանինքները, փորձում ես վայրենաբար նրա սիրտն ու հոգին նվաճես։ Չէ, դու կատակ ես անում։